ընդամենը կարամ ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունում մարդու ազատ խոսքի իրավունքը թաղված է 12 աստղերի տակ։ Այսինքն Եվրոպական միությունը երբեք Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները պատշաճ կերպով չի մեկնաբանում, չի արձագանքում։ Տեսել ենք այն երկրներում, որտեղ իրենք ցանկություն են ունեցել, արձագանքել են, թեկուզ հարևան երկրներում, թեկուզ մեզանից մի քիչ հեռու երկրներում, այսինքն ջանք ու եռան չեն խնայել, որպեսզի այդ երկրներում գտնվող քաղբանտարկյալներին համարեն քաղբանտարկյալ եւ փորձեն նրանց ազատ արձակել։ Իսկ Հայաստանի Հանրապետությունում թաղված է 12 աստղերի տակ մարդու իրավունքները։ Այսքան։ Խոսքի ազատությունը դուք ինչ եք կարծում, պետք է ամենաթողության վերացվի, թե ոչ։ Քննադատություններ են հնչում, որ ֆեյսբուքյան գրառումների առումով նաև խոսքի բանավոր արտահայտման իմաստով չպետք է անցնել այդ խորհրդության սահմանը եւ վիրավորանքներ հնչել։ Համաձայն եմ ձեզ հետ, քանի որ բոլորս գտնվում ենք կրթված երկրում եւ մարդիկ պետք է հասկանան, որ խոսքի ազատությունը ոչ թե հայհոյանքների շրջանում, այլ նաեւ բարձր կարգի խոսքի ազատություն գոյություն ունի։ Իսկ ինչ վերաբերում է ֆեյսբուքյան ստատուս գրելուն, այո, ունենք նման դեպքեր, ֆեյսբուքյան ստատուս գրելու պատճառով մարդկանց կանչել են մեկամսյա զորահավաքներին, իսկ մենք պատվով կկատարենք, մեր համար հայրենիքի պաշտպանությունը վեր է ամեն ինչից։ Եվրամիության լրությունը տեսել ենք, որ բարձրացի կողմից ակնկալ էր, որ Եվրամիությունը Չեմ կարծում, որ Եվրամիությունը կարձագանքի, քանի որ արդեն երկարատև ժամանակ է անցել ու ոչ մի ձայն չենք լսել։